Սպերջենի աստվածաշնչյան ընթերցանություն ամեն երեկո, հունիսի 1։ Նա նրա անապատը դրախտի պես պիտի շինի, Եսայի 51-րդ գլուխ 3-րդ խոսք։ Ինձ թվում է, ես մի ոռնացող անապատ եմ տեսնում, մի մեծ ու սարսափելի ամայություն, ինչպես Սահարան է։ Դրանում ոչ մի աչք շոյող բան չկա։ Շուրջ բոլորը տաք ու չոր ավազի ճնշող տեսարան է, ավազ, որը միախառնված է այն տասնյակ հազարավոր թշվառ մարդկանց ոսկորների փոշուն, որոնք մահացել են տառապանքների մեջ, մոլորվելով անխիղճ անապատում։ Ինչպիսի սոսկալի տեսարան, ինչ սարսափելի է, ավազի անծայրածիր օվկիանոս, որտեղ կյանքի նշույլ չկա, լքված մարդկության մռայլ գերեզմանոց, բայց ահա, նայեք և զարմացեք, հանկարծ այրող ավազի միջից մի բույս է ծլում, որն արագորեն աճում է, և դրա կոկոնը գնալով ավելի ու ավելի է մեծանում։ Այնուհետև կոկոնը բացվում է և պարզվում է, որ դա վարդ է։ Հետո դրա կողքին մի շուշան է երևում, իր համեստ գլուխը խոնարհած, իսկ հետո հրաշքների հրաշք։ Ծաղիկների բուրմունքը տարածվում է անապատով, և այն վերածվում է մի պտղաբեր դաշտի և զարթոնք ապրում, լցվելով ծաղիկների առատությամբ։ Լիբանանի փառքն է տրվել նրան, Սարոնի և Կարմեղոսի վայելչությունն է շնորհվել նրան, այլևս Սահարա մի կոչեք նրան, դրախտ անվանեք այն, այլևս մի խոսեք նրա մասին որպես մահվան շուքի ձորի, քանզի այնտեղ, որտեղ ոսկորներն էին փշրված կիզիչ արևի տակ, հիմա հարություն է հռչակվում, և մեռելները կենդանություն են առնում ու հզոր բանակ դառնում լցված հավիտենական կյանքով։ Տեր Հիսուսն է այն առաջին վարդը, և նրա ներկայությունը ամեն բան նոր է անում։ Պակաս հրաշք չէ նաև յուրաքանչյուր անհատի փրկությունը։ Ահա այնտեղ ես քեզ եմ տեսնում, թանկագին բարեկամ, քո ծնված օրից, երեսից ձգված, չլվացված և խանձարուրով չփաթաթված, արյանդ մեջ թավալվեցիր, բայց ահա, աստվածային ձեռքը մի թանկարժեք մարգարիտ է գցել քո ծոցը, և դրա շնորհիվ ողորմություն ես գտել, և Աստծո նախախնամությունը հոգ է տարել քեզ համար։ Դու լվացվել ու մաքրվել ես քո պղծությունից, որդեգրություն ես ստացել ու երկնային ընտանիքի անդամ դարձել, և հիմա սիրո անխախտ կնիքը քո ճակատին է, և հավատարմության մատանին քո մատին։ Հիմա դու Աստծո իշխաններից ես, թեպետ մի ժամանակ լքված ու անտեսված մի որբ էիր։ Ո բարձր գնահատիր անզուգական շնորհքի այն մեծ զորությունը, որ անապատները դրախտ է դարձնում և ամայի սրտերին ստիպում ուրախության երգեր երգել։